Այսօր միասին պատրաստում ենք անուշաբույր շատ համեղամարային ուտեստ կանաչ լոբի բլղուրով։ Թարմ բանջարեղենի համադրությունը բլղուրի հետ ստացվում է թեթև, հագեցնող և շատ ախորժելի։ Այս բաղադրատոմսը հարմար է թե ճաշի, թե ընթրիքի համար և վստահ եմ կդառնա ձեր սիրելի ամառային ուտեստներից մեկը։ Մեզ անհրաժեշտ է 1 կգ կանաչ լոբի, որը ես նախապես լվացել եմ, հեռացրել եմ թելիկները և շեղակի կտրատել եմ։ Կօգտագործենք նաև 1 բաժակ խոշոր բլղուր, որը պարտադիր լվանում ենք։ Կանաչ լոբի շատերն են սիրում, իսկ այս նոր ձևով մեկ անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ այն կդառնա ձեր սիրելի ուտեստներից մեկը, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Մանր կտրատում ենք 1 գլուխ սոխ և 1 պղպեղ։ Մի փոքր կծվահամ հաղորդելու համար կավելացնենք նաև կծու ծիծակ, եթե կծվի սիրահար չեք, կարող եք այս փուլը բաց թողնել։ Թարմության նոտաներ հաղորդելու համար մանր կտրատում ենք առատ կանաչի, իսկ լոլիկները պարզապես կիսում ենք, հեռացնում ենք օդունի հատվածները։ Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում, սոխը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա, այնուհետև կտրվածքով դեպի ներքև ավելացնում ենք լոլիկները, ծածկում ենք, թողնում ենք ցածր կրակի վրա մոտ 5 րոպե։ Քանի որ բլղուրը հարուստ է բջջանյութով, վիտամին B-ով և հանքանյութերով, ստացվում է հագեցնող, վիտամինաշատ սննդարար ուտեստ։ 5 րոպե անց այսպես հեշտությամբ հեռացնում ենք լոլիկների կեղևը, տրորում ենք, որպեսզի հյութ արձակեն, ավելացնում ենք պղպեղը, ծիծակը և համեմում ենք։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ավելացնում ենք 2 ատամիկ սխտոր, պապրիկա, աղ և սև պղպեղը ճաշակի և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը ամբողջանան։ Ավելացնում ենք կանաչ լոբին, ևս մեկ անգամ շատ լավ խառնում ենք։ Վերջում ավելացնում ենք բլղուրը, 1 բաժակ եռմանջուր և ծածկում ենք կափարիչով։ Ցածր կրակի վրա եփում ենք, մինչև պատրաստ լինելը։ Կանաչ լոբին բլղուրով պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե արդյոք հավանեցիք բաղադրատոմսը։ Եթե նկատում եք, որ լոլիկների արձակած հյութը և 1 բաժակ ջուրը բավարար չէ լոբին եփելու համար, ընթացքում մի փոքր ջուր ավելացրեք։ 20-25 րոպե անց ստացվում է բլղուրով և կանաչ լոբով անմահական ընտիր ուտեստ։ Ավելացնում ենք կանաչին, մի լավ խառնում ենք և վերջ, կարելի է մատուցել։ Ստացվում է վիտամիններով և գույներով հարուստ, ախորժելի բույր ունեցող, բլղուրով և կանաչ լոբով փլավ, որից հրաժարվելը գրեթե անհնար է։ Այսօր էլ ամառային ուտեստի նման համեղ բաղադրատոմս, դուք էլ փորձեք և անուշ արեք։ Առայժմ